Արցախում գործում էր 11 թատերի համերգային կազմակերպություն եւ գործում էր 11 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, բաց այդ դպրոցներում նաեւ շրջաններում, համայնքներում մոտ 35-ից 40 մասնաճյուղեր ունեին։ Այս պայմանությամբ համույթները տեղահանումից հետո փորձեցին համարյա բոլոր համույթները ինքնակազմակերպեցին, այդ թվում ոչ միայն պետական, այլ նաեւ ինքնագործ խմբերը եւ փորձեցին իրենց գործունեությունը շարունակել եւ ցավոք սրտի նշենք, որ պետության կողմից որևէ այդ առումով աջակցություն չեղավ ոչ միայն համույթների մասով, այլ մշակութային համայնքի աջակցման մասով։ Եթե թվերի ձևով ներկայացնենք, ընդհանուր մշակութային համայնքը 1400 մասնագետ ունենք, մեր կողմից տեղահանումից հետո անմիջապես ստեղծվեց կադրային բազա ոլորտի եւ ունենք 1400 մասնագետ, այս պայմանությամբ եւ հիմնական պատճառը աշխատանքի բացակայության պատճառով 300 հոգի արտագաղթել են ցավոք սրտի եւ ընդհանրապես աշխատանքով ապահովված է առավելագույնը 95-ից 100 հոգի։ Մենք բարբերաբար այդ տեղեկությունները տվյալները ճշտում ենք եւ համեմատության համար ասեմ, որ այս այն ոլորտն է, որ մասնագիտական ներուժի կադրերի խնդիր ունի, այսինքն նախարարության հիմնախնդիրներից մեկը նաեւ մշակույթի ոլորտի կադրերի ապահովումն է եւ շատ անդրադառնալի է, որ այդ ներուժը չի օգտագործում համարյա եւ մեր կողմից վերջերս նաեւ հարցումներ իրականացրեցինք մարզերից եւ Երևան քաղաքից, ունենք մասնագետների պահանջ, ունենք թափուր հաստիկներ եւ այդ առումով որոշակի բարբերաբար մենք առաջարկություններ ներկայացնում նախարարության։ Նաեւ նշեմ, որ ի տարբերություն ունեցած ոլորտների մշակութային համայնքը շատ արագ ինքնակազմակերպվեց եւ նաեւ ունենք շատ համույթներ, որոնք այդ գիտեք այդ ծանր իրավիճակում հաջողվեց իրենց երաշտական գործիքները, գույքը, տարազները եւ դա նաեւ թույլ տվեց, որ շատ արագ ինքնակազմակերպեն եւ փորձեն շարունակել իրենց գործունեությունը։ Այդ առումով նաեւ համախմբման փորձեր Արցախի մշակութային պահպանման կենտրոն հասարակական կազմակերպության ստեղծումը, որի հիմնական նպատակը այդ համույթների գործունեության շարունակականությունն է եւ համարյա բոլոր համույթները մոտավորապես 11 կազմակերպություն եւ պետական համույթներ եւ ինքնագործ անդամակցեցին այդ կազմակերպությանը եւ համույթների ղեկավարների հետ փորձեցինք այդ կոլեկտիվների գործունեության շարունակականությունը ապահովել։ Ստեղծված իրավիճակում շատ կարեւոր էր, որովհետեւ նաեւ այն առումով, որ անհրաժեշտ էր Արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանել եւ քանի որ այդ ժառանգությունը հնարավոր է պահպանել այդ մշակութային տարածքում եւ նաեւ մշակութային ժառանգության հիմնական գործառույթը այդ ժառանգության փոխանցումն էր, իսկ դա հնարավոր է մենակ այդ մշակութային տարածքում, որից զրկված է Արցախայությունը եւ այս իրավիճակում ինչ ունենք, որ գոնե փորձել պահպանել եղածը, փաստագրել, հավաքագրել եւ դա շատ արդյունավետ ձևով հնարավոր է իրականացնել այդ համույթների միջոցով։ Հիմնական նպատակը դա է, որ նաեւ ասպես ձևակերպենք այդ համույթների երաժիշտները, արտիստները, իրանք այդ ժառանգության կրողներն են եւ տարիների ընթացքում ստեղծված իրենց մշակութային արտադրանքը դա նույնպես մշակութային ժառանգություն է եւ ցավոք սրտի այդ առումով էլի նախարարությունը որևէ աշխատանք չի իրականացրել նաեւ հավաքագրման այդ արտադրանքը հավաքագրելու պահպանելու առումով եւ նման կազմակերպություններ այդ դերը ստանձնել են տարբեր անհատներ եւ նաեւ մի շարք կազմակերպություններ, բայց նշեմ, որ առանց պետական աջակցության, հստակ պետական քաղաքականությամբ դա շատ դժվար է եւ նաեւ տարօրինակ է այն, որ գոնե իրավական առումով եւ 44 օրյա պատերազմից հետո եւ տեղահանումից հետո ռազմավարական փաստաթղթերով, կառավարության որոշումներով որպես գերակա խնդիր փաստաթղթերով դրված էր, որ պահպանել Արցախի նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, բայց իրականում ունենք այս պատկերը, ինչի մասին ես
քիչ առաջ տեղեկացել։ Իսկ ընդհանուր քանի համույթ Հայաստան շարունակում գործունեությունը եւ հաշվի առնելով նաեւ այդ համույթի անդամների բնակության վայրը, նաեւ փորձերի, չգիտեմ, հավաքելու տեղի բացակայությունը, ինչպես է լուծում նաեւ այս խնդիրը։ Տեղահանումից հետո անմիջապես համարյա բոլոր համույթները, այդ թվում նաեւ ինքնագործ համույթները ինքնակազմակերպեցին, մենք բազմաթիվ միջոցառումներ ունեցանք հենց դեկտեմբերի 10-ին օպերայի բալետի թատրոնում մենք կան խորագրով համերգը, բայց եկենք չմոռանանք սոցիալական բաղադրիչը առանց ֆինանսական աջակցության շատ դժվար է եւ այդ համույթներից մի մասը որ գործում են պարբերաբար փորձեր, այսինքն փորձասենյակի բացակայություն, այդ ֆինանսների բացակայության պատճառով հնարավոր չէ շարունակել, կան համույթներ, որոնք կազմաքանդման եզրին են կամ փորձերը հնարավոր չի եւ մենք այդ առումով էլ որոշակի ծրագրեր իրականացրեցինք, փրկենք վաղվա համար հերոստամարաթոնը եւ փորձեցինք արդեն սրտացավ մարդկանց համայն հայության ուժերը փորձել պահպանել եւ առումով ասեմ որ ունեցանք տարբեր կազմակերպություններ, անհատներ, որոնք փորձեցին աջակցել, բայց ընդհանուր առմամբ բոլոր համույթների գործունեությունը հնարավոր չէր եւ այդ առումով կանշան որ Հայաստան համահայկական հիմնադրամը արդեն երկրորդ տարիները ֆինանսավորում է Արցախի բարի պետական համույթի գործունեությունը եւ նաեւ ուրախալի լուր կասեմ, որ արդեն մայիսի 16-ին համույթը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նաև դա էլ շատ կարևոր ուղղություններից եւ նպատակներից է կազմակերպության արտաքին մշակութային բլոկը, նաև հոգեբանական առումով շատ կարևոր, այսինքն մշակույթի միջոցով այդ Արցախի անվան պահպանումը եւ այլն։ Իսկ ընդհանուր եթե կարճ ամփոփենք, ունենք համույթներ, որոնք իրականում այդ խնդիրների փորձասենյակների ֆինանսական, այդ սոցիալական բաղադրիչի պատճառով իրենց գործունեությունը կարելի ասած դադարեցված է։ Իսկ համույթների պահպանման համար նախաձեռնված է դրա համակարգով բավարար է շարունակականությունը ապահովելու համար գործունեության համույթների այստեղ։ Ցավոք սրտի այդ միջոցները չհավաքագրվեցին։ Ունեցանք նաև ասեմ, որ եւ ճանաչելիության առումով մենք 5 ժամուկես ուղիղ եթերով նշեցինք այդ խնդիրները, դրանից հետո ունեցանք տարբեր համագործակցության առաջարկներ, բայց կոնկրետ ֆոնդի միջոցով որ գոնե մեկ տարվա ընթացքում փորձենք պահպանել լիարժեք այդ համույթների գործունեությունը չստացվեց եւ այդ առումով ես փորձեմ փոքր վիճակագրություն ներկայացնել կազմակերպությունը եւ անդամակցված համույթները մեկ տարվա մեջ հանդես եկան տարբեր 45-ից 50 միջոցառումների Հայաստանում համարյա բոլոր փառատոների մասնակցություն ունեցան, սահմանամեծ համայնքներում հյուրախաղերով հանդես եկան։ Ես պարբերաբար նշում եմ եւ նախարարության աշխատողների պատասխանատուներին եւ նայեք պետական Հայաստանում գործող պետական թատերահամերգային կազմակերպությունները այդ ցուցանիշը համարյա շատ քիչ համույթներ կան, որ այդ ծավալով աշխատել են եւ արդյունքում կարող հասնենք, որ այն պատճառները կարևորությունը համույթների պահպանման դրան զուգահեռ միանշանակ այդ համույթները իրենց գործունեությամբ նպաստում են Հայաստանի Հանրապետությունում մշակութային կյանքի զարգացման եւ մենք նաեւ առաջնահերթություն ընտրել ենք ապակենտրոնացման սկզբունքը, գաղտնիք չէ որ բոլոր միջոցառումներ, համերգներ մեծ մասը տեղի ունեն քաղաք Երևանում եւ Գյումրիում եւ այդ հատկապես համանամեծ համայնքները զրկված են եւ մենք այս 1.5 տարվա ընթացքում Տավուշի մարզի համանամեծ համայնքներում մարզերում ունեցանք բազմաթիվ հյուրախաղեր եւ հույսով եմ որ կկարողանանք երկրի գտնել եւ մեր այդ համույթների գործունեությունը պահպանել։ Իսկ ինչ է կարծում, առանց պետական աջակցության ֆինանսավորման հնարավոր է երկարաժամկետ առումով պահպանել համույթների գործունեությունը, հույսը դնելով անհատների սրտացավ մարդկանց կամ տարբեր հիմնադրամների վրա, թե վերջի վերջո պետք է պետական աջակցությունը լինի։
կամ արդյոք դիմել եք նախարարությանը կամ նախարարության կողմից ինչ-որ քայլեր եղել են այդ համույթների հետ աշխատելու կամ աջակցելու աշխատանքը։ Մինչև կազմակերպություն ստեղծելը բնականաբար այն սկզբից է շատ հասկանալի էր, որ առանց պետական աջակցության հնարավոր չէ, եւ մենք տարբեր լուծումներ ենք առաջարկել եւ հենց առաջին օրվանից քննարկումներ ենք ունեցել նախարարության ներկայացրել ենք համալիր առաջարկ կոնկրետ համույթների պահպանման մասով եւ մեր առաջարկները հիմնականում հասկանալով պետական քաղաքականությունը, հասկանալով նախարարության վերջի տարիների այդ օպտիմալացման քաղաքականությունը մենք որևէ առաջարկ չենք դրել, որ այդ բոլոր համույթները ունենան առանձին կարգավիճակ, այլ մեր առաջարկի հիմքում ընկած էր ապակենտրոնացման սկզբունքը, որ որոշ համույթներ գործեին մարզերի մշակութային կենտրոններին կից եւ այսինքն միավորման սկզբունքով որպես առանձին բլոկներ ուղղակի կարևորում ենք այդ ժամանակ, որ համույթները իրենց անվանումները պահպանեին։ Այդ ժամանակ այդ ընթացքում ունեցան երկարատև քննարկումներ, արդյունքում այդ հարցը չլուծվեց։ Իրենք խոստացան, որ առաջնահերթ է այս իրավիճակում այդ մարդկանց աշխատանքով ապահովելը, հետո խոստացան դրամաշնորհների միջոցով իրենց գործունեությունը պահպանել, բայց ես նույնիսկ չկրկնեմ, նշեցի, որ այդ 1400 մասնագետից ինչքան մարդ է այս բանի փաստացի աշխատում եւ նույն իրավիճակն էլ դրամաշնորհների մասով որևէ էական աջակցություն իրենց կողմից չի եղել։ Դուք նշեցիք ԱՄՆ հյուրախաղերի մասին, արդյոք այս ընթացքում այդպիսի դեպքեր շատ են եղել, որ Սփյուռքում արցախյան համույթները հրավիրվել ելույթներ ունենան, թե եզակի դեպքեր։ Ցավոք սրտի ոչ, կոնկրետ դրսում հյուրախաղերը ձեր նշածն է եզակի դեպքեր, որը իրականացվեց Հայաստան համայնքական հիմնադրամի ԱՄՆ-ում գործող իրենց տեղական մարմնի միջոցով, որի համար շնորհակալ ենք եւ հույս ունենք, որ այս նախադեպ ինքը կունենա իր շարունակականությունը եւ հնարավոր կլինի նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների, Սփյուռքում գործող մեր կազմակերպությունների միջոցով նաեւ մնացած համույթների հյուրախաղերի կազմակերպել։ Վերջերս արցախցիների իրավունքների պաշտպանության կորուստը հանդես է եկել մի շարք առաջարկներով, տարբեր ակցիաներ, մեծ հանրահավաք է կազմակերպել, բայց հիմնական շեշտը դրվել է զբաղվածության Հայաստանի ներսում, զբաղվածության բնակարանային ապահովման, իրավական հարցերին քննարկումների արդյունքում այնպիսի պայմանավորվածություններ ձեռք բերվել, որ պետք է մասնագիտական խմբեր աշխատեն։ Հիմա այս առումով արդյոք այդ մասնագիտական խմբերը ունեն նաև մշակութային առումով աշխատող մասնագետներ եւ արդյոք այդ առումով են առաջարկներ պատրաստում կամ քննարկում կառավարության։ Անկեղծ ասած, մենք քննարկումների ընթացքում առաջնահերթը սոցիալական հարցերն են, ինչպես գիտեք, այդ կրճատումների ֆոնին ապրիլի 1-ից մեր բնակչությունը շատ ծանր սոցիալական վիճակում պետք է հայտնվել եւ այդ բանակցությունների արդյունքում հասանք նրան, որ պետք է ստեղծվեին մասնագիտական խմբեր, հիմնականում սոցիալական ուղղությամբ եւ այդ երկու ամիս ժամանակահատվածը կոնկրետ դրա համար էր, որ այդ ծրագրերի վերաբերյալ բարեփոխումներ, այսինքն լավարկման առաջարկներ մեր կողմից ներկայացվի եւ խմբերը աշխատեն։ Նաեւ մենք հասանք նրան, որ կոնկրետ մշակութային ժառանգության մասով էլ համաձայնության եկանք, բայց առաջնահերթ սոցիալական ուղղության խմբերը կաշխատեն, մեր կողմից արդեն կա ձևավորված մշակութային ժառանգության պահպանման աշխատանքային խումբը, մոտ օրերս կհասկանանք ինչ ձևաչափով ենք աշխատելու կառավարության հետ։ Այսինքն դեռ աշխատանքները չեն սկսվել, չէ՞։ Կոնկրետ մշակութային ժառանգության մասով դեռ ոչ։ Սոցիալական բլոկը արդեն ձևավորվել է, մենք մեր առաջարկները ներկայացրել ենք կառավարություն, առաջիկա օրերին կունենանք հանդիպում եւ ինչպես երբ որ վրանը հանդեցինք մամուլի ասուլիսի ժամանակ ենք ներկայացրել, որ կոնկրետ 10 օրը մեկ այդ աշխատանքային խմբերը կներկայացնեն արդյունքների մասին, բայց հուսով եմ, որ մոտ օրերս նաև մշակութային ժառանգության խումբը իր առաջարկները կներկայացնի եւ կսկսի աշխատանքը։ Նաև
Արցախում մնացած նյութական ժառանգության պահպանման մասին եմ ուզում հարցնել, դուք այս պայմաններում ինչ գործիքներ եք տեսնում այնտեղ մշակութային ժառանգության ոչնչացումը կամ յուրացումը կանխելու համար։ Այսօր դրա միակ գործիքակազմը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ առումով ակտիվ աշխատի, մենք որևէ աշխատանք չենք տեսնում։ Ադրբեջանը ոչ միայն ոչնչացնում է մեր նյութական ժառանգությունը, ավերում է վանքեր, եկեղեցիներ, բոլորս ականատես ենք, բայց նաև վտանգավոր պրոցես է սկսվել, որ մեր մշակութային ժառանգությունը փորձում են ձևափոխել եւ ներկայացնել արդեն ոչ որպես աղվանական մշակույթ եւ ականատես եղանք, որ Վատիկանում գիտաժողով եղավ, որտեղ միջազգային գիտաժողով կազմակերպեցին եւ այդ մշակութային ժառանգությունը մեր վանքերը մասնավորապես Ամարասը, Գավձասարը ներկայացնում են որպես աղվանական մշակույթ։ Դուք տեսաք որևէ արձագանք Հայաստանի Հանրապետության կառավարությունից, պատասխանատու մարմիններից։ Եվ մեր կոնկրետ պահանջը այդ հանրահավաքից հետո նաև այդ խնդիրների մասին է, որ այդ հաստատի նաև միջազգային մի շարք կազմակերպություններում պետությունը իր ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ այլ կազմակերպություններին մասնավոր անհատներ կամ հասարակական կազմակերպություններ այդ առումով չեն կարող հայցել ներկայացնել, բողոքարկել եւ այլն, այսինքն դրա իրավասությունը Հայաստանի Հանրապետության կառավարությամբ եւ մենք հետեւողական կփորձենք նաեւ այդ առումով։ Այս առումով դուք արցախցիների կողմից ինչ որ անելիքներ տեսնում եք թեկուզ կառավարությանը ստիպել աշխատել այդ ուղղությամբ։ Մենք ինչ անելիք ունենք այս առումով։ Մենք հետևողական համախմբված ձևով պետք է պահանջենք եւ երբ որ ստեղծվեց խորհուրդը հանրահավաքի ժամանակ հանրահավաքի մասնակիցները նաեւ կարող ասենք որ այդ իրավասությունը եւ լեգիտիմությունը տվեցին խորհրդին եւ խորհուրդը նաեւ այդ կետ կոնկրետ մշակութային ժառանգության մասով հետևողական լինելու անհրաժեշտության դեպքում նորից կհրավիրենք հանրահավաք կփորձենք բոլոր գործիքակազմը հանրային ճնշման մեթոդով ինչ չէ ստիպել որ կառավարությունը քայլեր ձեռնարկի։